Այո, Արարատ լեռը այսօրվա իրողությամբ գտնվում է Թուրքիայի վարչական տարածքում, բայց խորհրդային Հայաստանի տարածքում չի եղել, բայց խորհրդային Հայաստանի զինանշանի միակ էլեմենտը, այն դոմինանտ, իհարկե դե ցորենի հասկերել կային, խաղողի, բայց դոմինանտ էլեմենտը խորհրդային Հայաստանի զինանշանի եղել է Մարտիրոս Սարյանի հեղինակած պատկերը, որը ամբողջությամբ Արարատ լեռն է։ Հիմա Պետրոսն ասում է, դուք դրանից վախենում եք, հեռացնում եք, այդ ում պահանջով եք անում, Թուրքիայի եւ Ադրբեջանի, չէ՞։ Հիմա Արարատ լեռը, որ Հայաստանի վարչական տարածքում չի, բայց աշխարհագրորեն դա շարունակում է մնալ որպես հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը, չէ՞, բարձրավանդակը միջազգային աշխարհագրական տերմիններով կոչվում է հայկական բարձրավանդակ։